Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Այսօր եթերում հայ մշակույթի գործիչների ստեղծագործական խումբն է։ Այսօր մեր հյուրն է Կարինե Գևորգյանը, ում հետ կվարենք հարցազրույց։ Ողջունում եմ տիկին Կարինե Գևորգյան։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերը։ Ես ինքս շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Գևորգյան, սկսեմ առաջին հարցից։ Առաջին հարցը Նաիրա Գյոզալյանի հարցերը ձեզ կուղեմ։ Որն է Կարինե Գևորգյանի քաղած դասը։ Գեղեցիկ հարց է, մի քիչ պարտություն ունեցող հարց։ Քաղած դասը այն է, որ յուրաքանչյուր էտապում, յուրաքանչյուր տարիքում ինչ-որ մեկից մի բան սովորում ես, քաղում ես ինչ-որ մի բան, ունենում է քո կյանքում որպես ուղի, որպես ուղեցույց, այնպես որ բոլոր ժամանակներում դպրոցից սկսած, ընտանիքից սկսած, դպրոց, մանկապարտեզ եւ այլն, բոլոր տեղերից ինչ-որ մի փոքրիկ դաս քաղել ենք, որը մնացել է մեզ հետ, որը տանում ենք մինչև այսօր։ Ինձ թվում է դեռ մինչև այսօր սովորում ենք ու քաղում ենք ինչ-որ բան, ինչ-որ մեկից։ Շնորհակալ եմ։ Տիկին Գևորգյան, անկեղծության ինչ բարձրաշեմ ունի ստեղծագործող Կարինե Գևորգյանը, ինչ չգիտի ու ինչ չպիտի իմանա ձեր ընթերցող։ Այնինչ չպիտի իմանա իմ ընթերցողը, ես կարող եմ ընթերցողին չմատուցել։ Իսկ այնինչ անկեղծությանն է վերաբերում, եթե ես անկեղծ եմ ու ինչ-որ բան պիտի տամ իմ ընթերցողին, անպայման տալիս եմ։ Ընթերցողը պիտի կարտա այն, ինչ կա Կարինե Գևորգյանի հոգում, ինչ ուզում եմ հասնի նրանց, իսկ այն ինչ որ պետք չէ որ հասնի, ինչ որ պետք չէ որ գրվի կամ խոսվի, ուրեմն ես չեմ տալիս, չեմ կեղծում եւ չեմ տալիս։ Տիկին Գևորգյան, ասում են բեմի մարդիկ բեմից դուրս շնչահեղձ են լինում, առանց բեմական կյանքի։ Դուք հիսում եք այս տեսակետը։ Որոշ չափով այո, որովհետև ես անցել եմ այդ ճանապարհը եւ դժվար է բեմի մարդու համար հետագայում, երբ բեմից դուրս է գալիս որոշ ժամանակ, կարծես չի կարողանում ընտելանալ առօրյային, չի կարողանում ընտելանալ այն կյանքին, որին ինքը ասես հետ է վարժվել։ Բեմից դուրս նշանակում է իրոք շնչահեղձ լինել, բայց կամաց սովորում ես, մարդը միշտ այդպես ամեն ինչին կարողանում է սովորել, ընտելանալ։ Ես նույնպես 16 տարի ապրելուց հետո, ոչ թե ես ապրեցի, այլ ղեկավարելուց հետո, երբ բեմական կյանք ապրելուց հետո թողեցի, ինձ համար մի փոքր ժամանակ ոնց որ շատ դժվար ստացվեց, շատ փոքր ժամանակ, բայց ասեմ։ Նրանից հետո արդեն ընտելացա, ինձ տվեցի գրելուն, տվեցի ստեղծագործել եւ կամաց ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Կարծես թե հունի մեջ ընկավ։ Ամեն ինչ տանելի է կյանքում։ Շնորհակալ եմ, տիկին Գևորգյան, եթե ոչ արվեստի բնագավառում, ուրիշ էլ որտեղ լիարժեք կդրսևորվեր Կարինե Գևորգյան անհատականությունը։ Եթե ոչ արվեստի բնագավառում, ես ճիշտ ասած այդ մասին էլի եմ մտածել, բայց ինձ մանկավարժության մեջ եմ մի քիչ տեսնում, որովհետև ես նախադպրոցական բաժինն եմ ավարտել, մի ժամանակ շատ սիրում էի կապվել երեխաների հետ եւ երևի այդ սերը ստիպեց ինձ, որ կապվեմ երեխաների հետ, այստեղ պարային համույթ ստեղծեմ մեծերի, փոքրերի խմբերով եւ այլն։ Երևի թե մանկավարժության կողմը կգնայի մատաղ սերնդի հետ առնչվելու, նրանց ինչ-որ բան տալու։ Այդպես երևի թե մանկավարժություն։ Տիկին Գևորգյան, հիմա ձեզ ուղղեմ Մարիամ Բաղդասարյանի հարցերը։ Ունեք համակրած ստեղծագործություն ձեր իսկ գործերի ցանկում։ Այո, ես 3 կաշտացել եմ հենց այդ գործը, Սպիտակ վարդերը իմ ամենագնահատված, ամենասիրված գործերից է, չնայած շատ գործեր ունեմ, որոնք ես հաճախակի բացում եմ, ընթերցում, ասմունքում,
կառուցում եմ այդ բանաստեղծությունների վրա, իմ սիրած գործերի վրա կառուցում եմ հոլովակներ, իմ իսկ ձեռքով, երաժշտության ընտրությունով եւ այլնով ես պատրաստում եմ հոլովակներ, իհարկե ունեմ։ Այսպես։ Շնորհակալ եմ Տիկին Գևորգյան։ Մայրանի հարցին։ Ունեք ռուսալեզու ստեղծագործություններ։ Ես ռուսալեզու ստեղծագործություններ չունեմ, որովհետև չեմ տիրապետում ռուսաց լեզվին, այնպես որ կարողանամ ասենք արտահայտել իմ ամեն մի զգացմունքը եւ այլն, բայց վերջին գիրքս լինելու է ռուսերեն թարգմանությունով, լույս է տեսել, արդեն պատրաստ է։ Շուտով կլինի իմ սեղանին եւ շուտով շնորհանդեսին, ինչպես հայկական գիրքը շնորհանդես կան անությունով։ Ես չեմ ստեղծագործում ռուսերեն։ Շնորհակալ եմ Տիկին Գևորգյան եւ Արաքս Սևանը հարցեր ուներ։ Իդեպ շատ հետաքրքիր հարցեր էին։ Ինչպիսին է Կարինե Գևորգյան ստեղծագործողի ներաշխարհը ստեղծագործ եւ արդյոք կա ափսոսանք ժամանակի առումով, թե ինքն ինչպիսին կլիներ, եթե կյանքի գործունեությունը այսքան ծավալուն չլիներ։ Գիտեք, ես ստեղծագործելուց բացի գտնում եմ իմ անում եմ այսպես կոչված ձեռքի աշխատանքներ կատարել, նկարչությամբ մի քիչ զբաղվել, սիրում եմ զբոսնել, սիրում եմ անցկացնել ժամանակը, այնպես որ դատարկ չի մնում իմ օրվա ոչ մի մասը, չնայած ասեմ, որ մասը, այդ օրվա մեծ մասը ես տրամադրում եմ գրելուն, ստեղծագործելուն, երևի դա է իմ աշխարհը, կարող եմ այսօր զբաղվել, ինչով որ ուրախանում եմ, եւ ես եմ ուրախանում եւ իմ շրջապատին եմ ուրախացնում, ինձ թվում այդպես։ Շնորհակալ եմ եւ արդյոք չեք ափսոսում, որ ձեր գործունեությունը եւ ձեր ստեղծագործ աշխատանքը հայրենիքում հասկանալով, որ Ռուսաստանի Դաշնությունը օտար պետություն է եւ ձերը չէ։ Ամենացավոտ հարցերից մեկն է, իհարկե շատ ափսոսում եմ, որովհետեւ ես գիտեմ, որ եթե ես Հայաստանում լինեի, ավելի ծավալուն, ավելի մեծ գործեր կարող էի անել իմ ամուսնու հետ, որ տվյալները, բոլոր տվյալները ունենք, բոլոր հնարավորությունները ունենք եւ շատ լավ գործերի ունենք մենք, որ պիտի կատարենք։ Իհարկե ցավում եմ, իհարկե ափսոսում եմ, բայց որ այստեղ մենք ստեղծելով այն ամենը, ինչը մեզ թեթևացրեց այդ հոգսերից, այդ բերից, մտածելու բերից, մի քիչ հանգիստ եմ զգում ինձ, որովհետեւ այն ինչ շատերը չէին կարող անել, ինչ շատերը կերազեն անել օտար հողում։ Դա մի քիչ թեթևացնում է մեր այն մտածմունքը չենք։ Շնորհակալություն եւ ուստուք Լիլիթի հարցերը Տիկին Գևորգյան եք ոգեշնչվում ստեղծագործելիս։ Ստեղծագործելիս չգիտեմ, բոլորը երևի ստեղծագործողներն որ պահի ինչ-որ բանից ոգեշնչվում են, նույնիսկ մի գեղեցիկ արտահայտությունից, մի հայացքից, մի գեղեցիկ ծաղիկից, ոգեշնչումը գալիս է պահի տակ, ոգեշնչումը գալիս է հանգարցակի ու չգիտես թե ինչ կստացվի, կարող է այ եղել են պահեր, երբ երկու բառով, ասենք կամ մի բառով վերնագիր եք տվել, կարողացել ենք դրանով ոգևորվել, հանկարծ այդ բառի իմաստը հասկանալ, այդ խոսքի արտահայտության իմաստը հասկանալ ու ինչ-որ կամա թե ակամա ինչ-որ տողեր ստեղծվում են, այնպես որ, չգիտեմ, այդպես է երևի, պատահական ու գեղեցիկ, իհարկե։ Շնորհակալ եմ։ Որն է ձեր սիրելի ժանրը գրականության մեջ։ Ես սիրում եմ պոեզիան, որովհետև ես ոչ միայն գրելու հակում ունեմ, զբաղվում եմ պոեզիան գրելով, այլ նաև կարդում եմ։ Ես վաղուց եմ սկսել ասմունքի, իմ տարեշկն է, ես կարող եմ չձայնագրվել, ես կարող եմ, եթե մեկը ինչ-որ մեկը տան մեջ պտտվելիս կամ ինչ
կարող է ինչ-որ երաժշտություն մրմնջալ, ես երաժշտություն չեմ մրմնջում, ես կաշտում եմ այս հեղինակից, այն հեղինակից և այլն, այնպես որ պոեզիան, չնայած, որ ես ունեմ նաև արձակգործ և արձակի կողմնակից եմ, բայց քանի որ ես սիրում եմ մասնունքել, ինձ ավելի հարազատ է պոեզիայի աշխարհը։ Տիկին Գևորգյան, եւ հիմա հարցերն ուղղեմ ձեզ, ով է իսկ այն ստեղծագործողը, որին համակրում եք։ Ժամանակակից ստեղծագործողներ շատ են, շատերին եմ հավանում, շատերին եմ կարդում, ես չեմ ուզում հիմա առանձնացնել ինչ-որ անուններ, բայց կանում եմ հաջողություններ, բոլորին, եթե հասցնում եմ կարդում եմ շատերին, ես չեմ բոլորին, որովհետև հնարավոր չէ, բոլորս էլ գիտենք, թե որ կան ստեղծագործությունները նորվա մեջ մենք կարողանում հանդիպում, բայց տաղանդավորները շատ են, գեղեցիկ գործեր ունեցողները շատ են, և ես շատ հավանում եմ, կան գործեր, որ ես նույնիսկ ընտրում եմ, կարդում եմ, ասմունքում և հոլովակ պատրաստում եմ, որ կան մարդիկ, ում գործերից կարելի է ընտրել, վերցնել, անուններ չեմ տալիս, բոլորին միայն բարի երդ ու հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ և նախավերջին հարցը, Տիկին Գևորգյան, 16 տարի շարունակ զբաղվել եք պարարվեստով, ինչու որոշեցիք թողնել պարարվեստը և գնալ դեպի գրական ճանապարհով։ 16 տարին բավականին ժամանակ էր, ես չեմ ուզում այլ խոսքերով ասել, 16 տարին շատ մեծ ժամանակ էր ինձ համար, և ես զբաղվեցի այնքան սիրով, այնքան նվիրումով, այնքան ինձ դրեցի այդ պարարվեստի, այդ գործունեության մեջ, երևի թե արդեն 16 տարին բավական էր, հոգնեցրեց ինձ, ես արդեն որոշեցի մի կողմ դնել այդ ամենը, որովհետև դա շատ մեծ աշխատանք էր, շատ հոգսաշատ, պիտի կարողանայի, ես ոչ միայն ղեկավարում էի բարի անսամբլը, ես նաև այնտեղ հագուստների մասին էի մտածում էի կտորներ գտնելու, մտածում էի նախշեր անելու, մտածում էի թագեր պատրաստելու, մտածում էի երաժշտություն գտնելու և այդ ամենը ծանրացած էր իմ ուսերին ու հոգնեցրեց ինձ, ոչ թե ծանրացրեց, հոգնեցրեց, ես այսինքն չէի կարողանում մենակ տանել այդ ամեն իմ ուսերին, մանավանդ, որ բարի անսամբլը այնպիսի մի բան է, որ այսօր այս սերունդը եկավ, անցավ, մյուս սերունդն է գալիս, դու պիտի կարողանաս նորից, զերոյից սկսել ինչ-որ բան, նորից երեխաների հետ աշխատանք է պետք տանել և այլն, ես սիրով աշխատեցի այդ 16 տարին, փառահեղ ելույթներ ունեցանք, փառահեղ մեր ամեն ինչը գնահատվեց օտարության մեջ, մեր երգը, երաժշտությունը, միջոցառումներ չկային քաղաքում, որ առանց Արմենիա անսամբլի անցկացնեին, որովհետև մեզ սիրում էին, մեզ հրավիրում էին ամեն տեղ։ Իսկ դրանից հետո արդեն որոշեցի զբաղվել մյուս սիրած գործով, որով այսօր զբաղվում եմ։ Ինձ թվում է նույնպես վատ չի ստացվում, գնահատվում են, ինչքան որ գնահատում են։ Ես ունեմ բանաստեղծություն, փառքեր չեմ ուզում, պարզապես զբաղվում եմ իմ սիրած գործով։ Շնորհակալ եմ, որն է Կարինե Գևորգյանի սեղանի գիրքը։ Կարինե Գևորգյանի սեղանի գիրքը առաջին հերթին Նարեկացին է, որը ես կարող եմ բացել ամեն օր, բացել փակել ամեն օր, գուցե նույն տողերը նորից կարդամ, կամ անցնեմ առաջ, կամ նորից հետ գամ, բայց Նարեկացին է իմ սեղանի ամենակարևոր գրքերից մեկը, իսկ մնացածը այսպես, ես շատ պոեզիա եմ, ասենք, սիրում կարդալ, մնացած այսպես վերցնում եմ, նայեցի, կարող եմ դնել մի կողմի ու մի քանի ամիս հետո նորից վերցնել ձեռքս, իսկ Նարեկացին ամեն օր ինձ հետ է, հենց հիմա էլ կարող եմ ցույց տալ, Նարեկացին ինձ հետ է ամեն օր։ Շնորհակալ ենք։ Ինչից է վախենում Կարինե Գևորգյանը։
Չեմ վախենում ոչ մի բանից, չեմ վախենում, միայն կորուստներից, անվերադարձ կորուստներից եմ վախենում, մնացածը ինչից կարող է վախենալ, երբ կյանքը իր հունով գնում է ու չգիտես երկրորդ քայլափոխին ինչ կարող է պատահել, ինչպես կարող է պատահել, միայն կորուստներ չլինեն, անվերադարձ կորուստներ չլինեն, մնացածը տանելի է։ Ինչ է զգացել Կարինե Գևորգյանը, երբ գրել է Ռոբերտ Աբեջյանի մասին ստեղծագործությունը։ Բոլոր հերոսները իրենց տեղն ունեն իմ հոգում, իմ մտածելակերպի մեջ եւ բոլորի հետ, կարծես երբ որ նկարները նայում եմ, բոլորի հետ մի բան կապում եմ, ասում եմ կարելի է մի բան գրել, մի բան ասել։ Իսկ Ռոբերտ Աբեջյանը, չգիտեմ ինչու, տպավորվել էր դեր ապրիլյան այդ պատերազմի ժամանակներից, այսպես անընդհատ ոնց որ ինձ ասում էր, ես այստեղ եմ, իմ մասին ինչ որ բան պիտի գրվի, ինչ որ բան պիտի ասվի, ոնց որ ես կապված լինեի այդ հոգու հետ ու խոսեի, ու մի օր որոշեցի անպայման գրել, գրեցի ինչքանով ստացվեց ես չգիտեմ, բայց իմ հոգու պարտքը համարեցի գրել անպայման, որովհետև նա անընդհատ եւ իմ մտքի մեջ էր եւ իմ հոգու մեջ էր, այդ երեխան չգիտեմ ինչու այդպես չգիտեմ իմն էր դարձել ոնց որ։ Շնորհակալ եմ եւ Տիկին Գևորգյան եւ մեր հարցաշարի վերջին հարցը։ Ինչն է ափսոսում Կարինե Գևորգյանի եւ գործունեության ընթացքում։ Գիտեք, այդպես ինչին եմ ափսոսում, ես չգիտեմ, ափսոսում եմ այն ավելորդ ժամանակին, որ վատնել եմ վատ մարդկանց վրա, նրանք ովքեր չեն գնահատել շատ բան, վատնել եմ անտեղի, ժամանակին եմ ափսոսում հիմնականում, իսկ այդպես չեմ ափսոսում իմ ապրած կյանքի ոչ մի վայրկյանի համար, որովհետև գեղեցիկ է անցել ամեն ինչ, հենարան եմ ունեցել, ես հպարտության տեղ ունեմ այսօր և չեմ ափսոսում, միայն կորցրած այն ժամանակ, որ ավելորդ մարդկանց վրա են կորցրել, այդ ժամանակին ափսոսում եմ, այո, թե չէ մնացածը չեմ ափսոսում ոչ մի բանի համար, գեղեցիկ ճանապարհ եմ անցել, հենարաններս ամուր են եղել մինչև օրսել, ու ես դրա համար հպարտ եմ, ուրախ եմ։ Շնորհակալ ենք Տիկին Գևորգյան։ Ես նույնպես շնորհակալ եմ, շնորհակալություն եմ հայտնում բոլորին հարցերի համար, շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, մինչ հաջորդ հանդիպում երևի։